պարոն Սաֆարյան, հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ քննարկման նաև նախաձեռնության համար։ Ի սկզբանե մի հստակեցում ասեմ, ձեր խոսքում ասացիք, որ կառավարության կողմից նշանակված կառավարության չէ, հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի, նախագահի վարույթի ուրեմն շրջանակներում են նշանակվել ժամանակավոր կառավարչի կարգավիճակում, ինչը օրենքով սահմանված լիազորություններ է ենթադրում եւ էներգետիկայի մասին օրենքի համաձայն հանձնաժողովը վարույթի շրջանակում կարող էր 5 տեսակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, որոնցից մեկը ժամանակավոր կառավարչի նշանակումն է, ինչը նոր ինստիտուտ է նաեւ մեր երկրում։ Հիմա ըստ էության ինչ ունենք, դուք իրավացիորեն հղում արեցիք լիցենզիայից զրկելու, լիցենզիան դադարեցնելու որոշման մեջ տեղ գտած 6 խումբ խախտումներին, դա այն հանրագումարն է, որ վարույթի ողջ 4 ամսյա ուրեմն իրականացման շրջանակներում մենք վեր ենք անել զուգահեռաբար ճգնաժամային կառավարման մեր ամենօրյա գործունեության, քանի որ հեծը լինելով նաև մենաշնորհային դիրք ունեցող էներգետիկ ռազմավարական ընկերություն, կառավարչական, իրավական, ընթացակարգային խնդիրներից զատ մենք խնդիր ունենք նախ եւ առաջ բնականon աշխատանքը ապահովելու, որպեսզի բառի իմաստով կյանքը կանգ չառնի մեր երկրում։ Եվ ահա ամենօրյա բնականon գործունեությունը երաշխավորելու գործընթացներին զուգահեռ իմ լիազորությունների շրջանակներում ես բնականաբար իրականացրել եմ վերահսկողական, ստուգողական ուսումնասիրություններ, թիրախային նաև այդ թվում կետային գործընթացներ եմ նախաձեռնել մեր ընկերության համապատասխան ստորաբաժանումների, մասնագետների, այդ թվում նաև վերահսկողական լիազորություններով օժտված մասնագետների ներգրավմամբ եւ վեր ենք հանել մի շարք խնդիրներ, ինստիտուցիոնալ այդ թվում համակարգային, որոնք որ անխուսափելիորեն կարող էին հեծը կանգնեցնել կառավարման ճգնաժամի, ապա նաև էներգետիկ ճգնաժամի առջև մեր երկիրն ու մեր հանրությանը, դրանով նաև մարտահրավեր նետելով հանրային կարգին, նույնիսկ ազգային անվտանգությանը։ Եվ ահա այդ խումբ խնդիրների մի մասը արդեն իսկ գտնվում էր հանրային ծառայությունը կարգավորող մարմնի ՀՑԿ-ի լիազորությունների, վերահսկողական լիազորությունների տիրույթում, ինչը իմ բնորոշմամբ ժամանակի կառավարիչները խնամքով թաքցրել են ՀՑԿ-ից կամ պատշաճ չէին ներկայացրել, թեպետ դրանց մի մասը նաև հենց լիցենզիայի պահանջներից բխող պարտավորություններ են։ Եվ ահա այդ վերադառնալով 6 խումբ ընդհանրական այդ խախտումներին, ընդ որում ասեմ, որ լիցենզիայի դադարեցման համար հիմք հանդիսացած ՀՑԿ որոշման մեջ մատնանշված 6 խումբ ուրեմն խախտումները յուրաքանչյուրը ինքնին հանգեցնում է լիցենզիայի դադարեցման, այսինքն ընդհանրական չէ դադարեցում, այլ դրանցից յուրաքանչյուր առանձին արդեն իսկ դադարեցման հիմք են։ Բարձրակերպ, այսինքն մեկ հիմքը բավարար էր։ Այո, դրանց այդ 6-ից մեկ հիմքը բավարար էր, բայց մենք ունենք մի ամբողջ 6 կետանոց, այսպես խախտումների առանձին հիմքեր, ընդ որում 6-րդը, որը վերաբերում է ֆինանսական, ապրանքանյութական, տնտեսական առհասարակագործառնությունների եւ կառավարման ճգնաժամին առնչվող խնդիրներին իր մեջ ունի 9 ենթակետ։ Այսինքն կարող ենք ընդհանրական ասել, որ շուրջ 15 բնույթի, տեսակի ու խմբի խնդիրներ կան։ Պարզապես լիցենզիայի զրկման հիմքում դրվել է 6 հիմնական խնդիրները, 6-րդը 9 ենթակետով։ Հիմա ըստ հերթականության, չեմ կարող ասել ըստ կարևորության, որովհետև բոլորն է կարևոր ու էական են շատ, այո, բայց վերջին օրերին շատ չարչրկված մի թեմա ունենք, դա տվյալների բազայի, ուրեմն կանխամտածված առերևույթ, թե օբյեկտիվ, դա նախաքննությունը կպարզի, կամ որ քրեական վարույթ է նախաձեռնված այդ փաստերով իմ հաղորդման հիման վրա, ուրեմն տվյալների բազայի ջնջելու կամ ջնջվելու այդ փաստն է, որը որ նաև օպոնենտ կողմը այսօրին վիճարկում է եւ հանրությանը գցում է տարանկալումների մեջ, որ տեսեք ցանկացած քաղաքացի կարող է գնալ հեծում դիմել եւ իր ծախսումները, իր ծախսած սպառած էլեկտրոէներգիայի էպիկրիզը կստանա եւ նաև լրատվական դաշտի մի շարք գործընկերներ այդպես են վարվել, ստացել են եւ ինչ-որ հակասական տեղեկատվություն է շրջանում դաշտում։ Ես ուզում եմ նաեւ արդից օգտվելով մեկը միշտ այդ հարցի մոտ լույս սփռել, այսպես ասած, ինֆորմացիոն լույս։ Խնդրեմ սահմանենք ինչ պարտավորություններ ուներ հեծը։ Տեսեք, ուրեմն լիցենզիայի պահանջից բխող հեծը ուներ պարտավորություն սպառողների, այն է մեր քաղաքացիների, անձնական տվյալների պաշտպանության, երաշխավորության, այն թվում նաեւ պատշաճ արխիվացման եւ
տարիների ամբողջ բազայի պահպանման նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնելու։ Արդեն չմտնելով բովանդակության մեջ, արդեն իսկ ի սկզբանե ասեմ, ինքնին երևույթը, որ թաքցվել է այդ դիպվածը ՀՑԿՀ-ից, դա արդեն լիցենզիայի պահանջի կոպիտ խախտում է։ Նա պարտավոր անմիջապես ի պաշտոնե տեղյակ պահել եւ նաեւ միջոցառումների ու ձեռնարկվող քայլերի մասին նաեւ տեղյակ պահել, ընդ որում նաեւ փորձագիտական, մասնագիտական շրջանակների ներգրավման առումով նաեւ բոլոր քայլերը ի պաշտոնե կարգավորող մարմնին, վերահսկողություն իրականացնող մարմնին տեղյակ պահել։ Ոչ միայն տեղյակ չի մահվել ներողություն, այլ իմ գնահատման նաեւ խնամքով թաքցվել է, քանի որ որքան ժամանակ է թաքցվել։ Հուլիսի 18-ին, երբ վարույթը հարուցվել է եւ ես նշանակվել եմ ժամանակավոր կառավարչի կարգավիճակում, նշանակումից 1-1.5 ամիս անց ինձ հայտնի է դարձել, որ նման միջադեպ է տեղի ունեցել։ Հունվարի 2-ին, 3-ին տեղի ունեցել գործողությունը եւ ձեր ընթացիկ տարվա։ Ես ինքս արդեն փաստերի համադրման ունեցած նաև ինֆորմացիոն այդպես աղբյուրների ստացված տեղեկատվության հիման վրա գործողություններ են իրականացրել վերահսկողական եւ միայն սեպտեմբերի կեսերին, այսինքն նշանակումից 1.5-2 ամիս անց արդեն տեղյակ են եղել, բայց քանի որ հսկայածավալ փաստաթղթեր պիտի ուսումնասիրեինք եւ այդ փաստաթղթերը հեծում էին գտնվում ծառայողական քննության իրականացված փաստերի վերհանման համադրման, դա նաև որոշակի ժամանակ պահանջեց հասկանալու իր իրական դրվածքը, ինչպես նաև պաշտոնապես վստահեցվել է ինձ պատասխանատուների ստորաբաժան ղեկավարի կողմից, որ պատշաճ կերպով այդ մասին տեղյակ չի պահվել ՀՑԿՀ-ն, ես ինքս բնականաբար առաջին հերթին կիզգրությամբ պաշտոնապես բոլոր փաստաթղթերը փոխանցել եմ ՀՑԿՀ նախագահին իմ անունից եւ առաջարկելով բնականաբար թե վարույթի շրջանակներում քննարկման նյութ դարձնել եւ առհասարակի պաշտոնը պարզապես արձանագրել, որ նման դեպք կա ոլորտի կարգավորման տիրույթում գտնվող ռազմավարական ընկերությունում։ Այդ թվում նաեւ, քանի որ ենթադրյալ արտաքին միջամտության արդյունք էր դա բազաներին, քանի որ 4 տասնյակի հասնող դոստուպներ էր այսպես տրված այլ IT ընկերությունների կամ անհատների, այդ թվում արտերկրից մասնագետներ էին բազային կպնում եւ որոշակի գործողություններ անում ժամանակին։ Կա հիմնավորում ինչի 4 տասնյակ։ Հիմնավորում չկա ինչի 4 տասնյակ, բայց հիմնավորում կա առհասարակ ինչի դրսից, որտեղ ներսում այդ կարողությունները չեն ձևավորել մարդիկ եւ 19 ընկերությունների խմբի այլ ընկերություններ այսպես outsource անում այդ ծառայությունը։ Ասկոյի համակարգի պիրամիդա համակարգում թվային հաշվիչների հաշվառումը, տեղադրումը, այդ թվում նաև կարգաբերումները ընթացիկ, այդ թվում նաև իրենց օպերացիոն upgrade-ները եւ այլն։ Եվ ահա զուգահեռաբար, քանի որ ենթադրյալ հանցակազմի տարեր տեսա նաև այդ դիպվածի մեջ, բնականաբար նյութեր ուղարկվեցին նաև գլխավոր դատախազություն, ինչի հիման վրա, ինչպես արդեն նշեցի, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հիմա բովանդակային մասով, տեսեք, բազան ինքը իրենց ենթադրում է որոշակի պլատֆորմ, դա պիրամիդա համակարգն է, ինչպես օրինակ Windows-ը օպերացիոն համակարգ։ Եվ այդ պլատֆորմի վրա ասկոյի ծրագրով աշխատում են էլեկտրոնային հաշվիչները։ Իրենք փոքրիկ կարելի ասել մինի համակարգիչներ են, կոնկրետ խնդիր լուծող, ունեն իրենց հիշողությունները լոկալ։ Եւ այդ համակարգերում յուրաքանչյուր սպառող բաժանորդ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կարող է կես ժամյա պարբերականությամբ, կես ժամ, մի ժամ, ապա ամենօրյա, ամենամսյա եւ տարեկան, կիսամյակային, երամսյակային եւ այլն տեսնի իր սպառումը, իր էլեկտրոնիկայի բեռը, կես ժամվա ճշտությամբ կարող է տեսնել նաեւ իր ընտանիքի ծախսը, իր բյուջեն կառավարի։ Եվ ահա այդ ամբողջ տվյալների բազան, որը որ հանդիսանում է 700,000 մեր սպառողների բաժանորդների արդեն թվայնացված հաշվիչներ ունեցող, այսպես ասած, բաժանորդների նաև անձնական տվյալ ջնջվել կամ ջնջել են, բայց քանի որ ամսական կտրվածքով այդ բազայից ընդ որում ձեռքով ոչ թվային ինտեգրումով ամբողջական ծախսումների տվյալները նաև upload է արվում, այսպես ասած, մասնագիտական լեզվով բիլինգի համակարգ, որտեղ որ արդեն ձևավորում են ծախսերի ցանկերը, դեպի կրիս կոչվածները եւ քաղաքացիներին իրավական անձանց հաշիվ է դուրս գրում հեծը վճարումների, իրենից գեներացված այդ տվյալները մնացել են այլ համակարգում, այլ կրիչի վրա, բայց բուն սկզբնաղբյուր հանդիսացող թվային տվյալները կես-ժամյա ճշտությամբ ձևավորվող դրանք չկան այլևս։ Եվ մինչ օրս ներգրավելով նաև մասնագիտական շրջանակներ, փորձագիտական շրջանակներ մեզ չի հաջողում ցավոք վերականգնել այդ տվյալների բազան։ Հիմա ինչ են ասում օպոնենտ կողմը, ասում են որ մենք վերականգնել ենք, ասում է ամսական, հենց այդ կոպիտ ասած սատանան դետալների մեջ է։ Ասում է ամսական, որովհետև ինչպես ասացի, այդ կես ժամյա
տրվող ինֆորմացիայի բազայի, ինֆորմացիոն տեղեկատվական բազայից գեներացված բիլինգի տվյալներում ամսական կտրվածքով արդեն կան այդ տվյալները, բայց չմոռանանք, այդ տվյալները այնտեղից ներածվել են բիլինգի համակարգ ձեռքով, եւ բիլինգի համակարգում այո պահպանված է, որը մեկը չի հերքում, եւ այդ տվյալների հիման վրա ենք մենք հաշիվներ ներկայացնում, բայց դրա սկզբնաղբյուր հանդիսացող տեխնոլոգիական լուծումը, տեխնոլոգիական տվյալների բազան չկա այլևս, եւ որ նաեւ ասում են, որ իբր ամսական կտրվածքով տվյալները վերականգնված են, դա նրա մասին է, որ իրական տվյալների բազայից արտացված ձեռքով ընդ որում բիլինգի համակարգից թույլ կտա նաեւ սխալներ։ Այո, մարդկային գործոնի, այդ կարող նաև ենթադրաբար կանխամտածված սխալներ, ինչ-ինչ նպատակներով եւ մոտիվներով, դա նախաքրությունը կպարզի, բայց այստեղից դարձյալ ամսական կտրվածքով տվյալները իրենք ներածել են բազայի մեջ, փորձելով դրանով ինչ որ կերպ վերականգնելու թեկուզ ամսական ունեցած ցուցանիշները, բայց սկզբնաղբյուր ինքը արդեն օրիգինալ այսպես ասած տեսքով ու բովանդակությամբ այլևս գոյություն չունի։ Ինչ էր թույլ տալու օրիգինալը եւ ինչ չի թույլ տալու հիմա մեխանիկորեն ներմուծվածը։ Այսպես ասեմ, հիպոթետիկ X սպառող կարող է պարզապես վիճարկման առարկադարձներ իր 22 թվականի հունվար ամսի սպառումը եւ ասի, որ այդ ամսին ես հանրապետություն չեմ գտնվել, ինչու եմ այսքան ծախս արձանագրել, ինչու եմ վճարել եւ դրա հիմքերը տեխնոլոգիական լուծումը թվային տեսքով ցավոք սրտի հեծը այս պահին չի կարող ներկայացնել։ Թեպետ կարող է միջնասված ծախսերով իհարկե հիմնավորել, բնականաբար ինքս էլ կոչված եմ պաշտպանելու ընկերության լավագույն շահը, դա կանենք, բայց հիպոթետիկ օրինակը սա է։ Եվ երկրորդը 700,000 քաղաքացիների անձնական տվյալները։ Անձնական տվյալների պաշտպանության տեսակետից, ինչի երաշխավորված չեն։ Այո, ամբողջ հանրապետությունը հեծ ունի 1,070,000 բաժանորդ մոտ, որից 700,000-ը արդեն թվայնացված հաշվիչներով են հաշվառվում, 30%-ը շուրջ դեռ հին ավանդական տեխնոլոգիաներով են հաշվառվում։ Երկրորդը իսկ արտաքին ինչ միջամտության արդյունք եւ արդյոք ազգային անվտանգության հարց չի ցակել այդտեղ կամ իրենք այդ ռիսկեր չեն գեներացրել։ Երրորդը ում ձեռքին կարող էր հայտնվել այդ ամբողջ տվյալների բազան։ Դուք ասացիք, որ չորրորդը ներողություն, չորրորդը իսկ արդյոք կանխամտածված չի արել որոշակի հավելագրումներ, թերգրանցումներ եւ այլն դրանով քողարկելու եւ սկզբնաղբյուրները ծածկելու, որտեղ արձերն մուտքագրած տվյալները որպես ճշմարտացի ու հիմնավորված փաստ, եթե կա մարդկային գործոնը, այլ թվային ինտեգրումով չի արվել, կարող է դնել կասկածի տակ այդ բոլոր պնդումները։ Խոսքը դրա մասին է։ Եվ այս պահին մենք մի փոքրիկ այսպես գաղտնիք բացեմ, այդ մասին չեմ խոսել դեռևս որևէ ուրեմն հարթակում, այն ընկերությունը, ընդ որում ռուսական ընկերություն է, որը որ այդ ծրագրային ապահովում մատակարարել է Տաշիր ընկերությունների խմբի ռուսաստանյան կազմակերպությանը։ Այդ ռուսաստանյան կազմակերպությունը մատակարարել է իր հայաստանյան ռեզիդենտ ընկերությանը, որը որ սպասարկել է հեծին զուգահեռաբար էլեկտրոնային հաշվիչների մատակարարման, այդ պլատֆորմների մշակման, ինտեգրման, կարգաբերման, ընթացիկ սպասարկման, որը մետաշխատանքի մի մասը նույնիսկ երկու սուբյեկտների միջև իրավարական անձ հեծ ՓԲ-ն եւ օրինակ տվյալ ընկերությունը նույնիսկ պայմանագրեր չեն ունեցել։ Համարել են, որ դե նույն տնտեսության մի մասն են, բայց ֆորմալ առումով անհրաժեշտ են պայմանագրային հարաբերություններ երկու ռեզիդենտ ընկերությունների միջև իրավաբանական անձ, ընդ որում որոնցից մեկը իրենց սեփական այլ ընկերություններ, օրինակ Տաշիր պիսանայի ցանցը, քաբլից ինչպես ունեն թող կառավարեն, կարևորը պատշաճ հարկային վարչարություն անեն եւ համապատասխան լիցենզիա անեն, բայց հեծը ինքը բնական մենաշնոր ունեցող հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում գտնվող ընկերություն լիցենզավորված անձ իրավունք չունի նման կերպ վարվել։ Եվ ահա այդ ընկերություններին մենք այդ ընկերությունը նաև ասեմ ձեզ, իմ նշանակման առաջին օրին որոշակի գրագրություններ կա նույնիսկ փաստաթղթեր կան նաև փաստաթղթավորած պատշաճ գրագրության արդյունքում, ընդ որում այդ ընկերություններից հետ ստացված գրագրությունը բացառապես ռուսերեն լեզվով է, առաջարկել էին պայմանագրային պարտավորությունների մեջ հստակություն մտցնել, պայմանագրի կնքել միմյանց հետ, որովհետև մինչ այժմ որպես նույն այսպես ասած տնտեսության նույն ընկերությունների խմբի մաս մենք այդ պայմանագրերը չունեինք, եւ եթե պայմանագրային պարտավորությունները չլինեն, ապա մենք կդադարեցնենք մեր սպասարկումը, դրան մեջ ես տեսել եմ կոնկրետ սաբոտաժի, վերջնագրի եւ այսպես ասած տուպիկային փակուղային իրավիճակ ստեղծելու տարեր, ինչի մասին բնականաբար եւ հայտնել են պաշտոնապես ՀՑԿ-ին, ինչի մասին նաեւ ներկայացրել են իրավապահ մարմիններին, որ ռազմավարական մենաշնորհային ոլորտի ընկերության բնականon գործունեությունը կարող է
ինչ շրջանակների կողմից կանխամտածված խաթարվել։ Բնականաբար կառավարել ենք այդ ռիսկերը։ Իմ անձնական նախաձեռնությամբ մենք, այսպես ասած, կապ ենք հաստատել այդ համակարգերի, ուրեմն ռազմավարությունների, մշակողների եւ այդ երկու ընկերությունների միջանկյալ միջնորդ մատակարարող ծրագրային ապահովներ մատակարարող ընկերության սեփականատերերի եւ կառավարիչների գործադիր ղեկավարների հետ եւ հրավիրել ենք Հայաստան։ Սկզբից մարդիկ պարզապես գուցե ենթադրաբար եմ ասում, օպոնենտներին գուցե ճնշումներին, այսպես ասած, անսալով, տուրք տալով խուսափում են մեզ այդ ուղիղ կոնտակտ ունենալուց, երբ հարց արդեն բարձրացրեցին այն մակարդակ, որից նշանակվել են պետական մարմնի կողմից եւ ինքս ըստ էության չեմ ներկայացնում մասնավոր շերտ, այլ ներկայացնում եմ պետական ինստիտուտի, ուրեմն լիազորությամբ գործող ինստիտուտ, նոր մեն հաշվի են նստել իմ կարգավիճակի հետ, մեր հրավերով ժամանեն Հայաստանից մասնագետներով եւ իրենց հասանելիություն ենք տվել սերվերներին, որպեսզի որպես մշակողներ եւ հեղինակներ տվյալ ծրագրային ապահովման մեզ օգնեն ուղիղ, ուրեմն տեխնիկական աջակցություն ցուցաբերեն, որպես մենք հանկարծ տեխնիկական կոլապսի առաջ չկանգնենք եւ օրինակ 700,000 էլեկտրոն հաշվիչները ձերքի մի այսպես շարժումով չանջատվեն սերվերից եւ ստիպած չլինենք անցնելու 90-ականների մեթոդներին ձերք մատիտ գրիչով գրելու ամսական ցուցմունքները հաշվիչների եւ ահա այդ ահռելի այսպես ասած գործընթացի արդյունքում մենք կանգնել ենք այդ ռիսկերը, կառավարել ենք դարձրել եւ ի պատիվ այդ գործընկերները ասեն, որ արդեն 4-րդ ամիսն է այդ ընկերությունը բացառապես անվճար բացառապես մեզ on-line 24-ժամյա ապահովում է տեխնիկական աջակցությամբ 24/7 ռեժիմով մեր բոլոր խնդիրներին արձագանքում է բնականաբար այն հեռանկարով, որ մենք հետագայում իրենց հետ պետք է երկկողմ փոխշահավետ բացառապես նաև ելնելով հեծի ընդ որում ընկերության կոմերցիոն լավագույն շահից իհարկե նաև զուգորդելով պետական ու հանրային շահը հարաբերություններ կառուցենք եւ իրենց իսկ խոստման վերջին 2 տարիների իրենք որպես տվյալ թվային լուծումների ռազմավարություններ, մշակողներ եւ մատակարարներ ուղիղ հասանելիություն չեն ունեցել հեծի սերվերներին եւ իրենք պաշտոնապես արդեն փորձագիտական եզրակացությամբ հաստատել են, որ այդ տվյալները ջնջված են, տվյալները վերականգնման ենթակա չեն այս պահին, որևէ կերպ չեն կարողացել մինչ օրս վերականգնել, բայց մենք դարձյալ ջանք ենք դնում ու փորձում ենք իրավիճակը շտկելու համար որևէ կերպ թեկուզ ինչ որ հատվածով վերականգնելու եւ մի կարևոր դիտարկում էլ 23 թվականի նոյեմբերին կա որոշակի բեկապասվածը տվյալների որոշակի արխիվացման բազա, բայց այդ արխիվացման բազան ցավոք պիրամիդա համակարգի ամենավերջին թարմացված այս միջավայրում չենք կարողանում բացազատել եւ այդ ամբողջությամբ կեսժամյա այսպես ասած պարբերականությամբ տվյալների ողջ բազան, որի մասին ես խոսեցի, այս պահին հեծում բոլոր քաղաքացիների սպառողների համար հասանելի է ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսներից սկսած։ Ընդ որում արդեն այս պահին արխիվացվում է ամենօրյա ռեժիմով ամբողջ բազան, ընդ որում իմ նշանակումից հետո նաև ես հանձնարարել եմ համապատասխան ստորաբաժանում, որպեսզի նախագիծ եւ նախհաշիվ ներկայացնի լիովին այլ տարածաշրջանում Երևանից դուրս օպտիկա մալուխային կապով նոր սերվերային կայան կառուցելու հեծի համար, որպեսզի ոչ միայն նույն շենքի տարածքում երկու տարբեր սերվերներում մենք ունենանք այդ հայելային կրկնօրինակումն ու արխիվացումը ֆորս մաժորներից խուսափելու, այլև Երևանից դուրս այլ տարածաշրջանում տվյալների բազան պահենք, աստված մի արածце տարածաշրջանային նաև ֆորս մաժորները այո կանխելու համար։ Դա առաջին կետով, հələ 5 կետում է, բայց առաջին կետում հետեւյալը ճշգրտենք, քանի որ փաստերի ստուգման հարթակը այսպես ասած հետևել էր ձեր հայտարարություններին եւ նաեւ Նարեկ Կարապետյանի հայտարարություններին եւ նաեւ դիմել էր հեծին, ստացել էր իր տվյալները։ Եկեք էլի մատչելի բացատրենք, ինչ էր ստացել փաստեր ստուգողը եւ որը ամենևին չի նշանակում, որ տվյալները վերականգնվել են։ Շնորհակալ եմ հարցի համար, այո, շատ ակտուալ հարց եք տալիս։ Տեսեք, օրեր առաջ ՀՑԿ նախագահ պարոն Մեսրոպյանը հայտարարել, որ տվյալները ջնջվել են եւ մեր սպառողներին հասանելի չեն իրենց բառացի չեմ կարող ցիտել, բայց միտքը հետեւյալն էր, որ մեր սպառողներին հասանելի չեն իրենց կատարած ծախսումները եւ այլն, ընդհանրական էր ասել, բայց ամենևին չմտնելով դետալներին, որ թվային տեխնոլոգիական տվյալների բազան ջնջվել է, բայց դրանից արտացված ընդ որում դարձյալ շեշտեմ
ձեռքով, մարդկային գործոնով արտացված բիլինգի համակարգում դրանք կան բնականաբար եւ մեր գործընկերները փաստեցի կես ժամ 1 հաճախական։ Այո, ամսական հաճախական։ Ամսական։ Եվ փաստերի ստուգման հարթակի մեր գործընկերները, այսպես ասած, բառացիորեն ընկալելով Մեսրոպյանի ասածը, որ ոչ մի տվյալ չկա։ Այո, իրենցից մեկ յանով հարցում էին արել եւ անցած ամիսներից կամ անցած տարիներից մի ամսվա տվյալ էին տվել, ասեն խնդրեմ ձեր սպառումը կա, էպիկրիզը համեցեք ձեր ամսական կտրվածքով, ու այդ տվյալը ստանալով FIP-ի հարթակի մեր գործընկերները նյութ էին տարածել, որ Մեսրոպյանի ասածը կարծես թե չի համապատասխանում իրականությանը։ Եվ ահա այսօր ի պատիվ մեր գործընկերները ես իրենց հրավիրեցի հեծի գլխամաս եւ ձեզ այցելելուց կես ժամ առաջ ես իրենց հետ հանդիպում ունեցա եւ հանդիպման ներգրավեցի նաեւ տեխնիկական տնօրենի տեղակալ տվյալների բազայի այդ կոնկրետ գործառույթներով օժտված ստորաբաժանման ղեկավարին, ով նաեւ երկար տարիներ տևական աշխատում այդ կարգավիճակում հեծում եւ իրացման տնօրենին, ում վերաբերում է կոնկրետ այդ իրացումների ցուցանիշների, ուրեմն հավաքագրումների այդ պատասխանատվությունը եւ հստակ պարզաբանում տվեցինք ցույց տալով ընդ որում մուտքերը սերվերում արկա տեղեկատվությունը եւ տեխնոլոգիական այն լուծումները, որոնք որ այդ բազան չջնջվելու դեպքում հասանելի կլինի քաղաքացուն եւ մեզ եւ ՀՑԿ-ին եւ ջնջված լինելու պարագայում, բայց բիլինգում պահպանված պարագայում իրենք ինչ են հարցրել, ինչ են իրենց տվել եւ ինչ կարող ենք տալ, եթե ունենայինք բազան։ Եվ պարզաբանեցինք հստակ որ խոսքը երկու տարբեր բաների մասին է։ Ամսական ծախսումները, էպիկրիզները ունենք բիլինգի համակարգում եւ կարող ենք ցանկացած սպառողի ու բաժանորդի տալ, բայց թե ինչից են դրանք գեներացվել, սկզբնաղբյուրը թվային տեսքով տվյալների բազան, ցավոք սրտի 18 թվականի հունվարի 1-ից մինչեւ 24 թվականի նոյեմբեր ամիս չունենք եւ որևէ կերպ չի ստացվում վերականգնել մինչ օրս։ Եվ մեր FIP-ի գործընկերները վստահ եմ այսօր վաղ արդեն պատշաճ պարզաբանում կներկայացնեն եւ ձեզ եւ մեր քաղաքացիներին կխնդրեմ անպայմանորեն խորամուխ լինել այդ պարզաբանման մեջ տեղ գտած փաստակներին, որոնք մեր գործընկերները վստահաբար բարեխիղճորեն։ Քանի որ ես թեմային շատ եմ անդրադառնում, ես ստացել եմ մի տեղեկատվություն